Սումենք ժողովուրդ ջան, Տիկին Մինասյան, նոր երբ որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն էր քննարկվում, շատ էր խոսք գնում կանացի սոլիդարության մասին, ձեր թիմակիցները նրան հարցնում էին։ Ես ուզում եմ հասկանալ, կանացի սոլիդարությունը գործում է միայն ընդդիմության տարբերակում դեպքում կամ, օրինակ, տեսեք, մի քանի օր է խոսում են շատ ավելի հաճախակի է դարձել այդ խոսակցությունը, որ Արեգնազ Մանուկյանը իր անչափահաս երեխայի հետ չի կարող հանդիպել, տեսակցել։ Գուցե այս դեպքում ՀՊԱ-ական կանայք սոլիդարություն ցուցաբերեն եւ միջնորդեն օրինակ, որ Մանուկյանը հանդիպի իր դստերի հետ։ Իրականում լավ հարցադրում էր, բայց եկեք սկսենք, թե ինչ է իմ գործընկերը հարցրել։ Ես ընդդիմության այդ գործելավոճը չունեմ, որ եթե ընդդիմության ներկայացուցիչի իր հարցերը, իր խնդիրները այս ազգային ժողովի անվանից չենք բարձրացնի կամ անընդհատ չենք շեշտադրի, որ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նման վերաբերմունք է լինում, ընդհանրապես կանանց մասին է խոսքը եւ իմ գործընկերը հարցնում էր ընտանեկան բռնության թեմայով, կանանց նկատմամբ բռնության թեմայով, օրինագծի դեմ կողմ քվեարկելուն եւ Տիկին Գալստյանը Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ թեկնածուն դեմ եք վերկել այդ օրենքին, խոսքը դրա մասին էր, իսկ ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, հարգելի գործընկերներ, հոդվածը պետք է հիշենք եւ մեր շատ գործընկերներ, ես անձամբ նրանցից եմ տեղեկացել նաեւ, հետաքրքրվել են այդ հարցի շուրջ եւ բնականաբար այդ հարցի հետ կապված նաեւ արձագանքներ կլինեն, բայց մենք ամեն ինչ չենք բարձրացնում, ինչ թե ընդդիմության ներկայացուցիչները։ Տիկին Մինասյան, կներեք, իհարկե բարձր է որ դուք գործի մանրամասներին տեղյակ չեք, բայց տրամաբանոր են էլի անչափահաս երեխան ինչպես է անդրադառնալու գործի ընթացքի վրա, որ թույլ չեն տալիս վաղնել ծնունդն է կարծեմ երեխայի։ Պարոն Գրիգորյան, ընդհանրապես չեմ կարող մեկնաբանել, որովհետև քրեական գործի շրջանակներում ես տեղակել չեմ այդ մասով։ Խնդիրը տեսակցությունների արգելքներ, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ եւ հետագայում նաեւ հարցերի պատասխաններ կլինեն։ Երբ իմացել եմ դրա մասին այդ ժամանակ եմ։ Ես կարծում եմ նաեւ գործի բնույթը պետք է հասկանալ, պետք է չտարբերակենք որևիցե մեկին, նաեւ հաշվի առնելով կնոջ կին լինելու հանգամանքը եւ այս գործելավոճը ընդհանրապես ընդունելի չի իմ համար, կին է, երեխատեր մայր է, չգիտեմ, կրծքի երեխաներ ունի եւ այլն, իր նկատմամբ քրեական հետապնդում չի կարելի, կախված է հանցագործության տեսանկյունից եւ ամենակարևորը, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Սա ճնշման լրացուցիչ միջոց է Արեգնազ։ Ես բացարձակապես այդպես չեմ կարող ընկալել, որովհետեւ ընդհանրապես մեր գործելավոճը չի նման կերպ մարդուն բացարձակապես չեմ կարող նման կերպ։ Ընդդիմությունն ասում է, որ երբ որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջն էին կալանավորել, մենք բոլորս խոսում էինք այդ մասին եւ հաշվի չենք առնում, որ իշխանական է, իշխանականի բարեկամ է, բայց դուք ոչ մեկը չեք խոսում եւ չեք դատապարտում, վախենում եք կամ լռում եք այս գործելավոճը։ Ընդհանրապես ցանկացած կնոջ նկատմամբ։ Խնդիրը այստեղ այդ քաղաքական հայացքները չեն, այսինքն եթե մարդը հայտնի չի, եթե մարդը քաղաքական նկարտումներ չունի կամ որևիցե քաղաքական թիմում արկա չէ, ուրեմն իր իրավունքների մասին չպետք է խոսենք, եկեք նաև հակադարձենք այն նույն ընդդիմությանը, որոնք որ ընտանեկան բռնության թեմային դեմ են քվեարկել։ Այսինքն այն կանայք, որոնք որ բռնության են ենթարկվում ընտանիքի մեջ, իրանց իրավունքների մասին չպետք է խոսել ու ընդհանրապես իրանց իրավունքները չպետք է պաշտպանել։ Դրա մասին դեպքում փաստորեն քաղաքական դեպք է եւ դուք նաեւ այս քաղաքական ենթատեքստը եւ ամեն ինչ հաշվի առնելով չեք արձագանքում։ Ես նկատի չունեմ ձեզ, ես նկատի ունեմ իշխող թիմի գործընկերներ, ես ասացի, որ ինչը վերաբերվում է կոնկրետ դրվագին, ոչ թե քրեական գործին, որ ինչպես իրանք են մեկնաբանում քաղաքական հետապնդումներ են եւ այլն։ Կոնկրետ տեսակցության մասին մենք հետաքրքրվելու ենք եւ դրա արձագանքը կլինի։ Ես չգիտեմ ինչ պատճառաբանությամբ կարող են իրավապահ համակարգը ասել, օրինակ ինչ պատճառաբանությամբ է արգելվել տեսակցությունները, ես ինքս չեմ կարող մեկնաբանել։ Ամեն որ անճշտություն չտարածվի, դուք ասեցիք կքննարկեք Արեգնազ Մանուկյանի եւ դստեր հանդիպման հարցը։ Ոչ, ես ասեցի, որ մեր իրավապահ համակարգից կտեղեկանանք պատճառների մասին եւ հավելյալ տեղեկություն կտանք։ Այո։ Տիկին Մինասյան, Լիլիթ Գալստյանը իր ելույթի ընթացքում այսպես ոչ քննադատություններ արեց, մեղադրելով իշխանություններին բռնաճնշումների մեջ, քաղաքական հետապնդումներից խոսեց։ Դուք ո՞նց եք գնահատում ընդհանրապես Հայաստանում կան այդ լրջագույն խնդիրները, մարդու իրավունքների եւ ընդհանրապես Գալստյանի այդ ուղերձներին ո՞նց եք արձագանքում։ Ես մի կարևոր նկատառում ունեմ այս մասով, որովհետեւ իրականում ապշում եմ մարդկանց երկերեսանության վրա, որովհետեւ ես ինքս ամբյոնից խոսելիս
պատմել եմ մեր հանրությանը, թե մենք ինչ աշխատանք ենք կատարում, օրինակ միջազգային հարթակներում, եւ Տիկին Գալստյանը իմ հետ եւ իմ գործընկերների հետ ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է եւ բազմիցս մենք այնտեղ Հայաստանի Հանրապետության հետ կապված, մարտահրավերների հետ կապված, գերիների հետ կապված շատ հարցեր ենք բարձրացնել եւ այսօր Տիկին Գալստյանը ամբիոնից հնչեցնում է, որ տեսանելի չեն իր համար մեր արած աշխատանքը։ Ես ուղղակի sense ապշում եմ, թե իմ աչքերին նայելով ինչպես կարող է նա դա այդպիսի բան ասել։ Ընդհանրապես Հայաստանի առաջ ծառացած ցանկացած մարտահրավերի։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ելույթին եւ բռնաճնշումներին, մենք հարց ուղեցինք, արդյոք կա որևիցե միջազգային կառույց, որովհետեւ հարգելի գործընկերներ, ընդհանրապես պետության բռնաճնշումների, քաղաքացիների նկատմամբ իրավունքների խախտումների մասին արձանագրում է ոչ թե իշխանությունը կամ ընդդիմությունը, որովհետև ամեն մեկն էլ մի կողմ է, այլ անկախ չեզոք կառույցներ։ Մատնանշեք մեկ կառույց, որտեղ որ մատնանշվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումներ։ Կան դրվագներ, որոնք խնդրահարույց են, դա բոլոր երկրներում կա եւ բոլոր երկրներում արձանագրվում են, տարբեր զեկույցներում կարող եք ինքներդ ուսումնասիրել, բայց այդ խնդրահարույց դեպքերի հետևից մենք հետևողականորեն պետք է գնանք։ Իսկ այդ հարցերի պատասխանները հետագայում տենց կազդեն որոշման վրա իրեն։ Բնականաբար մենք ցանկացած տեխնացուի լսում ենք եւ որևէ որոշում չունենք ում ենք ընտրելու, ում չենք ընտրելու։ Մենք բոլոր հանձնաժողովների տեխնացուներին մանրակրկիտ իրենց դիրքորոշումները կոնկրետ ոլորտային հանձնաժողովի հետ կապված փորձում ենք ճշգրտել եւ հետագայում նաեւ քվեարկության արդյունքում մեր ֆրակցիայի նիստում կորոշենք, թե որ տեխնացուին ձայն կտանք։ Ելույթներից հարցեր տպավորություն են, որ մտադիր չեք ընդդիմադիրներին ընտրել, որովհետև բավական կոշտ են ելույթները եւ նույնիսկ ասում եք, որ համապատասխան չեք այդ պաշտպանում։ Ես իրականում որ օրինակ մի քանիսին չընտրել։ Ցանկացած տեխնացուի վերաբերյալ ասում եմ պետք է լինի քննարկում եւ կոնսենսուսային դիրքորոշում ֆրակցիայում։ Կոնսենսուսային նկատմամբ քվեարկությամբ մենք տենց ենք որոշումներ կայացնում։ Դեմ կողմ կարծիքները լսում ենք, վերջում քվեարկում ենք։ Այո։ Կոնկրետ մի հարց Տիկին Մինասյան կարծում եք Լիլիթ Գալստյանը արժանի տեխնացու է նախագահելու մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հարգելի գործընկերներ, մի դիտարկում է նա ներկայացնում է այն քաղաքական դաշինքը, որի փաստացի ղեկավարի օրոք զանգվածային է եղել իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքերը, վստահ եմ տեղյակ եք։ Ես մեր հանրությանը նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ձևավորվել է քաղաքացիների ընտրությամբ։ Որոշ մասը իհարկե ընտրակաշառքներով, խախտումներով եւ այլն, բայց ձևավորվել է քաղաքացիների ձայներով։ Եվ այն քաղաքացիների ձայները, որոնք որ տվել են ընդդիմությանը, ձևավորել են նաեւ դոնքի բանաձևով նրանց պաշտոնները ազգային ժողովում։ Այսինքն նրանք ունեն ազգային ժողովի 1 փոխխոսնակ, 4 հանձնաժողով, փոխնախագահներ եւ այդ հանձնաժողովները պետքա ձևավորվեն, լիիրավ աշխատեն, իսկ նախագահի տեխնացությունը նախագահը համակարգում է ամբողջ աշխատանքը։ Բնականաբար հանձնաժողովներում ըստ նաեւ դոնթի բանաձևի մեծամասնությունը կազմում է իշխանության ներկայացվածությունը եւ հետեւաբար նախագծերը եւ քննարկումները անում են իշխանությունները։ Իսկ ինչ վերաբերում է ով է արժանի ով չէ, նորից եմ կրկնում։ Բազմաթիվ են դրվագները, ոչ միայն նրանց քաղաքական ուժի, նրանց հետագծի, անցյալի, այլ նաև հենց հիմիկվա ազգային ժողովում տեղի ունեցած խոսույթի, խոսքերի, մտածողության տարբերությունները մեր միջև եւ հսկայական է գաղափարական ճեղքը մեր եւ նրանց միջև հաշվի առնելով նաև մարդու իրավունքները, որտեղ մարդու իրավունքների կոնտեքստում եկեք նախորդ 5 տարին հիշենք, նրանք միայն խոսում էին իրենց քաղբանտարկյալներից, իրենց քաղաքական հետևորդներից եւ ընդհանրապես քաղաքացիների, որոնց իրավունքները կարող են խախտվել, բայց ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ չունենալ, չգիտես ինչի նրանք լռում էին։ Այդ առումով բնականաբար դա հաշվի կառնվի, բայց եկեք նորից եմ կրկնում, հաշվի առնենք, սիրելի հայրենակիցներ, որ ազգային ժողովը ձևավորվում է ընդդիմության եւ իշխանության քվոտաներով, նաև դերերով, դերաբաշխումով եւ դա է այդ բախումն է, այդ գաղափարական բախումն է, որ պետք է ծնի ճշմարտություն եւ բարօրություն ստեղծի։ Այո, եւ սահմանադրության դուք պարտավորված եք ընդդիմություն նաև ընտրել։ Այստեղ պարտավորություն չկա։ Բացարձակ պարտավորություն չկա։ Մեր քաղաքական կամքն է, որ ձևավորվի ազգային ժողովը։ Բայց նաև եկեք մի կարևոր բան ասեմ, էլի մենք երազել ենք ընդդիմություն ունենանք, որ գա ազգային ժողովը աշխատի։
Եկեք հիշենք, 5 տարի մենք չենք տեսել ընդդիմություն։ Մենք ուզում ենք այդ հակադրությունը լինի մեզ, ու գաղափարական հակադրությունը, ոչ թե այդ պաթոսային, այդ ճղճիմ խոսակցությունները, որ մենք լսել ենք այս տարիների ընթացքում, այլ հստակ, թիրախային նախագծերի շուրջ, կոնկրետ հարցերի շուրջ, կոնկրետ դրվագներում։ Ոչ թե էլի գանք իրար կներեք, բայց ինչպես նախկինում է եղել, այդ ոչափչացած խոսույթը շարունակենք ազգային ժողովում։ Ես մասնակցական որակները նկատում էի նաև անցած խորհրդարանում ձեր համատեղ աշխատանքը իմի բերելու Հարգելի գործընկերներ, որ անկեղծ ասեմ, ես ընդդիմության ներկայացուցիչների մանավանդ Հայաստան դաշնքի անդամներից երևի տենց 1-2-ն են եղել, որոնց հետ ես ունեմ աշխատանքի փորձ համատեղ նախագծերի շուրջ, օրինակ պարոն Արծվիկ Մինասյանը շատ կառուցողական էր աշխատում մեր հանձնաժողովում եւ մենք միասին նախագծերի շուրջ շատ երկար ենք քննարկումներ ենք ունեցել, աշխատել ենք։ Տիկին Ագնեսա Խամոյանը թմրանյութերի հետ կապված ենք աշխատել։ Տիկին Գալստյանի հետ ունեցել եմ փորձառություն միջազգային հարթակներում եւ կատեգորիկ դեմ եմ այն քաղաքականությանը, որ նա է վարել, որտեղ Հայաստանի պետության դեմ է ուղղված եղել։ Այն ամենը ինչ արել է Տիկին Գալստյանը։ Բարեկրթությունը որքան կհաջողվի պահել հենց ԿՊ-ի կողմից, որովհետև ասում են, որ շատ ժամանակավոր բնույթ է այս ամեն ինչը տևելու եւ շուտով մենք կտեսնենք նույն ծեծուջարդը, հայհոյանքները եւ հենց ԿՊ-ն կխախտի այս կանոնները։ Շատ լավ հարց եք տալիս։ Ես սրա խորքային պատճառների մասին մի քանի անգամ ամբիոնից եմ խոսել, թե մեր նպատակը ինչու՞մն է։ Մենք ուզում ենք ոչ միայն բարեկրթություն ցենց շապիկ լինի ուղղակի բոլորիս վրա, ու ասենք մենք այսուհետ ընդհանրապես չենք օգտագործելու որևիցե բառամթերք, որը կարող է հատի դրան, այլ մենք ուզում ենք մեր հանրությունը այդ պոլարիզացիան, որ կա, այդ ճեղքվածքը, որ կա, որ մարդիկ իրար այդ քաղաքական հայացքների պատճառով վիճաբանություններ են ունենում, շատ սուր, շատ վատ հետևանքներ կարող է դա ունենալ։ Դրա համար մենք ասում ենք Ժորժ ջան, գիտեք, մենք կարող ենք ունենալ կտրականապես տարբեր կարծիքներ, բայց հանդուրժող լինել միմյանց կարծիքի նկատմամբ։ Եվ այդ հանդուրժողականությունը պետք է լինի նաև հասարակության մեջ, որտեղ գիտեք, ազգային ժողովում հայլի լինի հասարակության։ Եթե մենք ստեղից պրոյեկտում ենք շատ ռադիկալ խոսույթ, այդ ռադիկալ խոսույթը գերադրական աստիճանով պրոյեկտվում է հասարակության վրա։ Եվ չի վստահ է, որ կկարողանա պահել այդ բարեկրթությունը։ Արդեն քանիցս անցել ենք այն սահմանը այն շեմը այս 10 քանի օրվա ընթացքում, որ մենք մեզ կարողանում ենք տիրապետենք, որովհետև տեսնում եք բազմաթիվ անգամներ ներկայացուցիչներ կան, որ իրանց դրել են տենց դերասանական տաղանդով աստղերի տեղ ու եկել են ազգային ժողով ընդհանրապես տորպեդա արելու ազգային ժողովի աշխատանքը եւ վերածելու էլի նույն բոշափչացածի։ Ինչի համար, որտեւ այդ նույն վարկանիշը ազգային ժողովի ընկնելու դեպքում ոչ միայն մեզնից է վարկանիշ խլում, նրանցից էլ է խլում, բայց ամբողջ կառույցինն է վարկաբեկվում։ Դա հստակ քաղաքական նպատակ է։ Հստակ քաղաքական նպատակ է ազգային ժողովը, քաղաքականությունը սարքել հանրության աչքին կեղտոտ մի միջավայր, որից որ որևէ դրական բան մեր քաղաքացին չի ընկալի։ Հայաստանից այլևս ներողություն չի կարող, մասնավորապես Էդգար Ղազարյանից վերջ ավարտվեց այդ փուլը։ Մենք ակնկալիքներ որևիցե մեկից չունենք, մենք հանրությունն պետք է ունենա այդ ակնկալիքները։ Ես ընդհանրապես այդ մարդու չեմ ուզում էլի բարեկրթության նորմերը խախտեմ, բայց շատ վիրավորական որոշ պարագաներում անդաստիրակ խոսույթը ես ազգային ժողովում կարծում եմ միայն վնասում է ուժեղ Հայաստանի եւ ուժեղ Հայաստանը պետք է մտածի դրա մասին արդյոք իրենց թիմի շարքերում կան մարդիկ կա մարդ որ տոտալ հակառակ կարծիքն է հայտնում ցանկացած հարցի վերաբերյալ երեք ձեր ճեպազրույցների ընթացքում էլա նման բան եղել ինչը ունի խմբակցությունը քաղաքական հայացքների, քաղաքական օրակարգերի, դիրքորոշումների արտաքին քաղաքականության վերաբերյալ կտրուկ հակադարձ կարծիքն է արտահայտում։ Այդ արդեն իրենք թող մտածեն իրենց վարկանիշն է։ Մենք ես չեմ կարծում, որ սույն անձը գրամ անգամ ոչ մարգինալ հատվածում, ոչ այդ թուրք դավաճան պիտակները սիրող հատվածում, այլ հանրության լայն շերտերում ունի որևէ հարգանք։ Մինասյան, արդյոք բարեվարկության ձեր առաջարկը ժողովում քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամ գլխավորությամբ, չգիտեմ, ներկայությամբ եւ իրենից է գալիս այդ առաջարկը, որովհետեւ կա այսպիսի տեսակետ, որ վարչապետը երբ կա եւ այդ հակադրությունները լինեն, օրինակ առաջինը չէ կամ նա էլ չի իմանալու եւ նա օրինակ ձեր սահմանած խաղի կանոններին կամ առաջարկած խաղի կանոններին։ Մենք մեր քաղաքական թիմում որոշումներում հաշտենք միմյանց հետ մշտապես։
առաջարկում կողմից է եղել, ինչպես է եղել, դա չեմ քննարկում, այլ մեր քաղաքական դիրքորոշումները միատար են եւ պարոն վարչապետը բնականաբար հակառակը նայ ջատագով է ամենի եւ ինչպես դուք ասում եք կարող է հետագայում խախտումներ լինեն նաեւ նրա կողմից հարգելի գործընկերներ մենք տեսել է նաեւ մեր հանրությունը որ մենք ինչքան էլ լինենք բարեկետ դա թուլության նշան չէ բացարձակապես թուլության նշան չէ ու հանկարծ փորձվեն սահմանը հատել Ես չեմ կարծում, որ որևէ մեկին ձեռնտու է դա, նորից եմ կրկնում, ոչ իրենց, ոչ մեզ, ոչ ընդհանուր կառույցի վարկանիշին դա ձեռնտու չէ։ Մի բանը Նարեկ Կարապետյանը երեք ձեզ էր ասում էր մենք մեր մոտ էլ կան սպորտսմեններ եւ մենք թուլություն ունենք այնուամենը որ մենք ցավոք սրտի երևի թե չէր կարդացել նրանց պոետների գրառումները, որ ազգային ժողովի դահլիճում կարող է լուր նստեն մի անկյուն գցած ոնց որ սույն անձն է եղել, բայց հետագայում գնան տուն եւ սկսեն այն այս դրա մասին էլ կխոսեմ մի անգամ անդունից, sense ինչ որ փողոցային բարքերի վերարտադրումն է ազգային ժողովում այդ ամենը, էլի, sense դիմաց հետ կանգնած ոչինչ չասել, որովհետեւ գիտես քաղաքական թիմը առաջնորդը քո խմբակցության ղեկավարը ասել է այո, մենք մնում ենք այդ բարեկրթության նորմերի մեջ, մի քանի անգամ խախտել, հետո հասկանալ, որ չէ, կարող է խմբակցության հետ խնդիրներ ունես, գնաս տունը սկսես խախտես, դες չի լինում։ Իրենք էին եկել ասում բարեկրթությունը դա բան չի։ Պարոն Կիրակոսյան խոսում եմ, եկեք վերջում։ Չի կարելի գալ ազգային ժողով հակնել այդ բարեկրթության շապիկը, գնալ տուն հանել։ Իրանք էին ասում, որ դա անձնական դաստիարակության հարց է։